Այսօր վեհապար Հայրապետի օրհնություն ստանալը մեզ համար շատ կարևոր էր։ Ժողովրդի բազմությունը ներկա է, պիտի պատասխան տա։ Պարտավոր էիք ներկանալու։ Ոչ մի բանի պարտավորություններ չունենք։ Ծեսի խոչընդոտումը համարում է քրեական հանցագործում։ Կարեկինը աղջիկ ունի, թե չունի։ Իր կարգալույցի հրամանը առ ոչինչ է։ Կաթողիկոսը չի կարա կին ու երեխեք ունենա։ Նկարները ունեմ։ Նա ոնց կարա մարդ կարգալույց անի։ Ինքը կարգալույց է։ Արդյոք իրավունք ունի կարգալույց հռչակված հոգևոր սպասավորը չընդունել հայ առաքելական Սուրբ եկեղեցու որոշումն ու շարունակել կատարել այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես եկեղեցու սպասավորներին։ Ոչ, այդպիսի բան հնարավոր չի։ Բոլոր ժամանակներում եկեղեցին դա կառույց է, որի պայմաններում, եթե դու եղել ես կարգալույց, դու ոչ իրավունքը ունես այդտեղ ծիսակարգ իրականացնելու, ոչ քարոզխոսություն։ Այսինքն դու դուրս ես դրված եկեղեցական կառույցից։ Դու կարող ես անցնել կամայական այլ աշխատանքի, բայց ոչ եկեղեցու ներսում համապատասխան գործին, որը հոգևոր անձինք են իրականացնում։ Կապ չունի ինչ մակարդակի վրա է այդ հոգևոր անձը, եթե նրան կարգալույց արեցին, նա պետքա դուրս գա։ Եվ մենք էլ տեսել ենք բազմաթիվ այդպիսի անձինք արքեպիսկոպոսներից սկսած։ Արքեպիսկոպոսել ենք տեսել, որ կարգալույցը արվել, նրանցից ոչ մեկը չի եկել եւ նորից չի մտել եկեղեցի իր հավակնություններով, այդպիսի բան չկա։ Ինչպես կարող է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ստիպել կարգալույց հռչակված անձին լքել եկեղեցու տարածքը, գործնականում արգելել կատարել եկեղեցական ծեսեր։ Ծայրահեղ դեպքում կարող է փակել եկեղեցու դռները եւ այլևս թույլ չտալ, որ մտնի, բայց տվյալ դեպքը փաստորեն ունի իր ետևում կանգնած նաև իշխանության բարձրագույն կրողների սատարումը, ինչը ես համարում եմ տառացիորեն սխալ մոտեցում, տառացիորեն համարում եմ, որ դա հայոց առաքելական եկեղեցու պառակտմանը տանող քայլեր են, ինչը որևէ ժամանակաշրջանում չի արդարացվել, այդպիսի բան փաստորեն, որ սերունդները գնահատեն որպես դրական չկա։ Սահմանադրության համաձայն եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ կառավարությունը որևէ կերպ չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Իշխանավորները նշում են, թե հանդես են գալիս ոչ թե որպես պաշտոնյաներ, այլ որպես քաղաքացիներ, եկեղեցու հետևորդներ։ Դա այդպես է։ Ինչպես կարող է դա լինի, եթե ինստիտուտների պաշտպանության ներքո է տեղի ունենում, այսինքն կա ոստիկանություն, կան դատախազության ներկայացուցիչներ եւ այլն, դրանք իշխանության ինստիտուտներն են, ավելի ճիշտ ասած, այն գործիքներն են, որոնցով նա օպերացիաներ է կատարում հասարակության ներսում։ Հիմա եթե այդ մարդիկ եւս ներքաշված են, այդտեղ չարժի այլևս արդեն խոսել, թե դա մասնավոր անձի հայոց առաքելական եկեղեցուն պատկանելության շրջանակում կատարած քայլեր են եւ հավակնություններ, որ այդ կոնկրետ դեպքը պետք է շարունակվի եկեղեցու ներսում, որպես եկեղեցվո ներքին process, որին մասնակցում է եւ խթանում է, ասենք, ներկայիս իշխանությունը։ Մի շարք եկեղեցականներ հրապարակային հայտարարություններ են անում, քննադատում իշխանություններին, նշելով, թե իրենք եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ դիրքորոշում արտահայտելու իրավունք ունեն։ Որտեղ է եկեղեցու եւ պետության միջև սահմանը։ Եկեղեցու եւ պետության միջև սահմանը գտնվում է այնտեղ, որտեղ եկեղեցին ինքը իր ստրուկտուրաների շրջանակում գործում է։ Սա Վատիկանը չէ, այսինքն կաթոլիկ եկեղեցի չի, որը ունի իր պատկանելության սուվերեն տարածքները, ինչպիսին է Վատիկանը, բայց եկեղեցու ներսում պետությունը, ինչպես նշեցինք, ուղղակի գործառույթներ կիրառելու հնարավորությունը եւ իրավունքը չունի։ Բարձրացնել խնդիրներ ամեն դեպքում եկեղեցու ներսից ի վիճակի են, եթե խոսքը վերաբերում է կաթողիկոսի անձին, միայն եպիսկոպոսած դասը, եթե եպիսկոպոսած դասից, ինչպես տեսնում եք, մարդիկ չկան, որոնք եպիսկոպոսած դասից են եւ հայտարարություններ են, որ մենք էլ ենք ուզում, եթե դա չկա, ինչպես եւ ծայրագույն վարդապետների մեջ չկան, դա նշանակում է, որ դա ավելի ցածր օղակներում գոյություն ունեցող մարդիկ են, որոնց խնդիրը ըստ էության իրենց հանդեպ ուշադրություն հրավիրելն է եւ մենք պատմական ցավոք սրտի նաեւ դառը օրինակ ունենք դրա հետ կապված թոնդրակեցիների շարժումը այդպիսի շարժում է եղել ծով արյուն խլելով հայ ժողովրդից միջին շրջանի միջնադարյան 9-10-րդ դարերի ասենք շարժումը
Եվ այդ շարժումը վերջին հաշվով շատ ծանր նեգատիվ հետևանքներ թողեց։ Մի շարք պաշտոնյաներ հայտարարում են, թե ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի, ուստի պետք է հեռանա մայրաթորից, ովքեր եւ ինչպես պետք է քննեն այս տեղեկությունը եւ ինչպիսի որոշում պետք է կայացնեն։ Որևէ կերպ այդ չեն կարող քննել, եթե խոսքը վերաբերում է եկեղեցու շրջանակին, որովհետեւ եկեղեցին չունի այդպիսի օրենք, կետ։ Ինչու՞, որովհետև եկեղեցին տրադիցիոնալիստական կառույց է, եկեղեցու հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է, ինչպես ես գաղտնիք չեմ բացահայտում բոլորի համար, նա եղել է ամուսնացյալ եւ ունեցել է 2 երեխա։ Այսինքն 2 տղա, երկուսն էլ դարձել են կաթողիկոս վերջին հաշվով, մեկը ամուրի է եղել, մյուսը նորից ամուսնացյալ։ Ամուսնացյալ լինելը եկեղեցու ներսում սովորական երևույթ է եղել։ Ինչից ելնելով, որպես տրադիցիա, միայն հիմնադրով անգամ կարելի է փակել այդ հարցը, հայտարարելով, որ եթե այսպիսին ակու տրադիցիան, ինչի մասին է այսօր խոսքը, դա քննել կաթողիկոսի խնդիրը կարող է միայն եպիսկոպոսած դասը, այն էլ մեկ խնդրով, որքանով է նա հայոց առաքելական եկեղեցու դավանաբանությունից շեղվել եւ եթե դեմ է գնացել, կարող է հանվել, որտեղ նա օցիալ է եւ չի համարվում, որ նա ընտրված է մարդկանց կողմից։ Ընտրությունը իրականացնում է Աստված։ Եվ երբ որ դրեցին այդ եպիսկոպոսները 12 ձեռքերը, նա օցիալ է արդեն։ Եվ նրան հանել, այնպես ինչպես մենք պատկերացնում ենք, էլի որ աշխարհիկ որևէ պաշտոնից ինչ որ մեկին հանել, այդպիսի բան չկա։ Այստեղ պետք է քննարկվի այդ հարցը։ Հարցը պետք է քննարկվի որպես կանոնագիր քայլեցով, մասամբ կարող է քննարկվել նաև Գոշի դատաստանագրքով, բայց այնտեղ համանման կետ ռադիկալ բացառող գոյություն չունի, որ հոգևորականը, ասենք, գործել է ինչ-որ մեղքեր, որովհետև այնտեղ գոյություն ունի մեղքերի թողություն եւս ապաշխարել, որպես այդպեսին 3 տարվա ապաշխարանք, 4 տարվա ապաշխարանք եւ 7 տարվա ապաշխարանք։ Դա եկեղեցու ներքին գաղտնիքն է, որը երբեք չի բացվում։ Այս տեսակետից մենք պետք է լավ պատկերացնենք, որ այդ խնդիրը ոչ միայն չարժի անել, այլև չարժեր անել, ելնելով նրանից, որ առանձին վերցրած մարդուն, առանձին վերցրած Հայաստանի քաղաքացու անձնական կյանքը դրվեց հարվածի տակ։ Ով եւ ինչպես կարող է հարթել իշխանության եւ եկեղեցու միջև լարվածությունը։ Եկեղեցու եւ իշխանության միջև լարվածությունը կարող է հաղթահարել միայն ինտելիգենցիան, այսպես կոչված մտավորականության դասը, լայն քննարկման, կլոր սեղանների արդյունքում ի ցույց դնելով կարևորագույն այն հանգամանքը, որ ներկայիս մեր իշխանությունը այս ճանապարհով ընթանալով գնում է դեպի համակարգային ճգնաժամ։ Ինտելիգենցիան դա մեծ ճնշման հնարավորություն է, այսինքն դա շերտ է, որին լսում է հասարակությունը։ Այսպիսի խնդիր բարձրացնող իշխանությունը պետք է ունենա որոշակի համարում հասարակության մեջ, բարձր համարում։ Այսինքն եթե դու ունես 80% սատարումը հասարակության, միգուցե եւ հասարակական ճնշումը ինչ որ չափով կարող է լինել էֆեկտիվ է թարմ, այն հասարակական ճնշումը։ Մնացածի մասին արդեն խոսեցինք, բայց եթե դու չունես դա, երբ որ քո կորը շարունակում է իջնել եւ պարզ չի թե երբ կհատինա վերջին գիծը, դու պետք չի որ դրանով զբաղվես, էլի, պարզ հասկանանք եւ մի ներքաշվի համակարգային ճգնաժամի մեջ, որը իր մեջ ներառելու է տարբեր աստիճաններ եւ հասարակությունը գցելու է վտանգավոր կոնվուլսիաների դաշտը, այսինքն ցնցումների, որից դուրս կգա, դուրս չի գա, սա ավելի խորը թեմա է, հայ ժողովուրդը ներկա իրավիճակից ունի դրական ելք այն դեպքում, երբ նրա առանցքները 3, ոչ թե 2, մեկը եկեղեցին, որը 1700-ամյա եկեղեցի է եւ առանցքն է նրա ինքնությունն է կրում իր մեջ եւ աներևակայելի ծառայություններ է մատուցել ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համամարտկային արժեքներ է ստեղծել։ Մյուսը մեր իշխանություններն են, իհարկե, եւ երրորդը սփյուռքը։ Առանց եկեղեցվո սփյուռքը տկարանալու է մինչև վերջ։ Սա մենք շատ լավ հասկանում ենք, եւ եթե որևէ մեկը կա, որ չի հասկանում դա, այն Ռաֆին լավ խոսք ուներ, էլի, ուրեմն փայտից շինած գլուխ է պետք ունենալ այդ ամենը չհասկանալու համար, ասում էր։